Մենք առանցին գնացել են եւ այդ դեպքը տեղի ունեցան։ Շատ եմ ցարում, բայց Պարոն Գալստյան կգաք։ այդ երաբլուրում իմ 7 ընկեր զինվորներն են պարկած։ Այդ երաբլուրում իմ հորաքրոջ տղան անհետ կորած Ավետիսյան Գագիկ Ցոլակին անհետ կորածների մեջ է իմ ընտանիքը 2 զոհ ունի։ Ես Ղարաբաղցի Ցուցմունք տվել եք բայց Ինչը։ Ցուցմունք տվել եք։ Ինչ ցուցմունք։ Եղբորները ցուցմունք տվել եք, որտեղ քրեական գործ էր հարուցվել։ Խափանամիջոց Այդպես չի եղել։ Երբ որ դեպքը կանգառում, ոչ, երբ որ կանգառում, ասում կանգառում, ավտոբուսի մասին, Եռաբլուրի միջադեպի մասին է խոսքը։ Հիշում եք, որ դուք պարոն Աղազարյանը գնացիք։ Մենք գնացել ենք, եղել է, քաշք շոչ եղել, ես խոսել եմ, այնտեղ կարծեմ ինչ որ մեկ Աղազարյանին հարվածել է։ Այն եղբայրն է, ինչ որ մեկը չի, իմ եղբայրն է։ Ես չեմ ճանաչում, դրա համար եմ ասում ինչ որ մեկը։ Ինչի համար է հարվածը։ Ձեզ որպես տարիքով մարդ, որպես պատերազմի մասնակից մարդ, դուք եկել եք Սրբավայր։ Ճիշտ է, Եռաբլուրը Սրբավայր է։ Որտեղ բնականաբար Եթե ձեզ թվում է, որ ես այդքան պիղծ գտնեմ, որ Եռաբլուրը պղծություն կհամարը, շատ սխալում եք։ Ասացի Եռաբլուրում իմ 7 զինվոր ընկերներն են պարկած եւ իմ ընտանիքից է պարկած։ Ես ասացի ինչ որ մեկը այն իմաստով, որ ես չեմ ճանաչել, թե ով է հարվածել։ Այսինքն ցուցմունք էլ չեք տվել։ Հա, չեմ ճանաչել, հիմա մենք միամտաբար եկել ենք, մենք չենք իմացել, որ այնտեղ պետք է չգան։ Եվ այդ օրը պետք է ուղղորդված լինի, մենք չենք իմացել, որ պետք է չգան։ Տեսեք, այ վատը դա է, որ ՀՊ-ն ուղղորդում է ոչ թե իր հոգով, իր սրտով, այլ ասենք ինչ ժամանակ է ֆրակցիայի մեկ է, չէ՞։ Ֆրակցիա գոյություն ունի կուսակցական կանոն։ Եթե որոշում կայացնել էր, որ չպետք է գնային, ես կգնամ առանցին, հետո կգնամ, ես միշտ էլ գնում եմ, որովհետև նորից եմ ասում գնում եք։ Լավ եք անում, պարոն Ասլյանյան, ապրեք, շատ ապրեք, որ հետում եք, արդեն ասեցիք, հասկացանք, որ դուք էլ ունեք մարտական ընկերներ, ընդեղ թաղված, Եռաբլուրում ունեք հարազատներ, այդ ամեն ինչը հասկացանք, իմացանք, պարապանց անցյալ ունեք, էդ էլ իմացանք, հիմա ձեզ, որպես ազգային ժողովի պատգամավոր եք, ճիշտ է։ Հիմա տեղյակ ես այսօր ստե ինչի համար են հավաքվել եւ ինչ ակցիա տեղի։ Դրա համար էլ ես տեղյակ չէ, ես հարց տվեցի, խնդրում եմ ասեք, տեղյակ չէ։ Հիմա ես ձեզ տեղյակ ասում եմ։ եկա մի րոպե։ Դուրս եկա։ Տեսա ես։ Հա, կանոնի լսելու հասկանալու ես հիմա ձեզ ներկայացնում եմ։ Այսօր այսքան մարդ հավաքվել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ արտիվացվել է ու գաղտնիությունը ռեժիմը տեղվել ու չի ուզում հանրայնացնել թեման։ Դու որպես փառապանց անցյալ ունեցող մարդ, որպես հարազատ ընկեր կորցրած մարդ, միանում եք այս պահանջ։ Միանշանակ, բայց ասեք հայտարարեք, խնդրում եմ ասեք, ես միանում եմ այս արդար պահանջը, որ պետք է որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ այս կոչին ու ասում եմ, որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ ու պահանջում եմ քննիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական հանրայնացում, որ ազգը իմանա գավաճարիներին է, սրիկաներին է, լավերին է, վատերին է։ Սա ինչ ճանաչի դեպքում, հենց հիմա ես ուսկան մարդու լրատվականների մոտ ասում եմ, որպես հայ մարդ, տեսեք ես ես ոչ մի ինչ-որ ինչ ա եղել, Եռաբլուր եղել է, ինչ ա եղել, անցանք, իրար հետ չեք հասկացել, չեք ընդրձել, էդի առօրյա, էդի հետ անցանք։ Հիմա այսօր լուրջ արցավ, ազգի ճակատագրի հասնա, համաձայն եք չէ, որ պետք է ազգի դավաճանները պատժվեն։ ոչ թե համաձայն եմ, ձեր կողքին եմ։ Շո ապրեք, մենք էլ եք շնորհակալ։ Իմացաք ժողովուրդ այսօր պարոն Ասլյանյանն էլ է միանում այս կոչին։ Ուրեմն ձեզ ասեմ, ես կողմ եմ ու ես ասել եմ, ասել եմ, երբ որ ինձ տվեցին այդ հսկայական տրցակը, ես ասեցի, սա ես քանի ամսում պետք է կարդամ, որ իմանամ, ինչի դուք համառոտ չեք տվել։ Ասեմ, ես հիմա իրավունք ունեմ գնալ։ Մեկ վայրկյան ձեզ ընդհատեմ,
ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, 4-ը նամակ ա գնում Անդրանիկ